Ով էր Գալուստ Սահակյանը, այն մարդը, որ իր մահից հետո թողեց 100 հարցեր ոչ մի պատասխան, երբ երկրի ամենազորեղ մարդիկ մեկը մյուսի հետից հեռանում են քաղաքական լուսաբացից, սովորաբար մնում է միայն լռություն։ Բայց Սահակյանի դեպքում ամեն ինչ այլ կերպ էր, նրա անհետացումից հետո մի շարք եղավ, որը երբեք չկարողացավ ավարտվել, միլիոնավոր դոլարների հետքեր անհետացան, փաստաթղթեր այրվեցին, իսկ նրա ամենամերձավոր մարդիկ հանկարծ մոռացան, թե ինչ գիտեին։ 500 միլիոն դոլար։ Թվում է անհավատալի, բայց հենց այդ գումարն է, որ երբեք չի հայտնվել պետական ծրարում, չնայած բոլորն ապրում էին այնպես, կարծես այն հասել էր հասցեատիրոջը, դա աստիճանաբար անհետացող ազգի համար ավելի շատ էր, քան պարզապես խոշոր գումար, դա էր նրանց ապագան, այրված միջանցքներում փակված օֆշորներում, ով տեսավ այդ փողը վերջին անգամ, ով նստած էր գաղտնի սենյակում հաշվում էր պատկանող գումարը, ինչու՞։ Մեկը մերձավորների մեջ չուզեց խոսել այդ մասին, երբ արդեն ուշ էր։ Երբ հարկատուների փողերը սկսում են անհետանալ, սովորաբար բոլորը փորձում են լռել, քանի դեռ կարելի է, բայց Սահակյանի դեպքում լռությունը չէր գալիս միայն վախից, այն գալիս էր նա անտանելի փաստից, որ նրա ստեղծած համակարգը այնքան էր խորը ու ճյուղավորված, որ հասկանալը դառնում էր քաղաքական ինքնասպանություն, նա անվանում էր իրեն ժողովրդի պատգամավոր, իսկ մարդիկ նրան անվանում էին Գրիգորիչ, պատահականորեն կամ ոչ պատահականորեն ընտրելով անվան այն «Ծ», որը համբուրում էր կատակի ու նվաստացման։ Մինչդեռ Գալուստ Սահակյանն արդեն երկար տարիներ հյուսում էր ֆինանսական ցանց, որի թելերը տանում էին դեպի օֆշորներ, տենդերներ, տարիներ քողարկված կանխիկացման սխեմաներ, նա խոսում էր պարզ, թեթ լեզվով, խառնելով ռուսերեն հայերեն, սխալներ թույլ տալով մեծատառերի մեջ, բայց ամեն մեկ այդ շփոթեցնող արտահայտության հետում ծփում էր մեկ այլ Սահակյանի ուղեղ, որն անաղարտորեն գիտեր, թե որտեղ ինչպես ծածկել միլիարդանոց հոսքերը, մի անգամ նա պարլամենտում ասաց, որ երբեք չի հասկացել տնտեսագիտությունը, սրահը մարդիկ ծիծաղեցին։ 3 օր անց նրա որդին, Արման Սահակյանը, ստանում էր ՍՄԵԿ պետական պատվեր, 30 միլիոն դոլար արժողությամբ։ Հիշենք այդ տարին, 2009, երկիրը դեռ փորձում էր վերականգնվել նախորդ տասնամյակի սպանդից, իսկ պարլամենտում առավոտյան սուրճի համար հատկացվում էր ավելի շատ գումար, քան միջին անձի տարեկան եկամուտը, Սահակյանը արդեն կառուցել էր իր համակարգը։ Նա շատ բարեկեցիկ էր զգում իրեն, նա ուներ լիակատար վերահսկողություն ֆինանսական հանձնաժողովի վրա, նա գիտեր յուրաքանչյուր մարդու անունը, ով որոշում էր, թե ով է ստանում հարյուրավոր միլիոնները տենդերներից, նա ուներ մենաշնորհը հնարելու հատուկ կանոններ, որոնք չէին գործում ոչ մեկի համար բացի նրանից, նրա ընտանիքից, բայց ոչ ոք դեռ չէր տեսնում ամբողջ պատկերը, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է նշանակում այն, որ մեկ անձը վերահսկում է 3 հիմնական ընկերությունները, 5 օֆշորային հաշիվները, անվախ քաղաքական ակումբը, որ կարող է քվեարկել ցանկացած խելագար օրենք, առավոտյան 2 ժամից մինչ 5-ը, ոչ ոք չէր հարցնում, թե ինչու նրա որդին առանց փորձի ստանում էր ամենամեծ պայմանագրերը կառավարության հետ։ Ոչ ոք չէր խոսում այդ մասին, քանի դեռ դա աշխատում էր։ Գալուստ Սահակյանն անհանգստանում էր միայն երկու բանի համար, երբ ինչ-որ մեկը փորձում էր անվանել իրականությունն իր իսկական անունով, երբ փաստաթղթերը կարող էին թողնել շատ հստակ հետքեր, նա պահպանում էր օրենքի տառը, բայց կոտրում էր նրա հոգին ամեն օր։ Նրա օրագրում, որը երբեք չհրատարակվեր ամբողջովին, թվարկված էին հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց անունները միայն լսելը կհամարժեք երկարաժամկետ անարգանքի, բիզնեսմեններ, որոնք վաղուց անհետացել էին քաղաքական տեսադաշտից, չինաշխատողներ, որոնց ձեռքերը երբեք չէին շոշափել աղյուս, բայց որոնք ստանում էին պետական դրամով բազմահարկ մարզադաշտեր, նա ամեն օր արթնանում էր, իմանալով, որ համակարգը աշխատում է, նա երբեք չէր մտածում, որ սա կարող էր ավարտվել, բայց երբ երկրում սկսեցին փոփոխություններ, երբ հողը սկսեց սողալ նրա ոտքերի տակից, նա հանկարծ գիտակցեց, որ համակարգը երբեք չէր նախատեսել վերջը։ Անցյալի մի հին կոնֆիդենցիալ բանաձով խոսելով, ով կորցնում է, նա ով մնում է առանց քարտերի, երբ խաղն ավարտվում է, երբ 2018 տարին վերածվեց 2019, հեղափոխությունն արագորեն ավարտեց հին քաղաքական բանակը։ Սահակյանի շուրջը այլս չկային նրանք, ովքեր կպաշտպանեին նրան 20 տարիների կառուցածն ամբողջ կյանքի ընթացքում, նրա հեռախոսը, որը մինչ այդ թռչում էր զանգերից, այժմ լռում էր այնպես, ինչպես անմահացվածի սրտի տարերքը, ով էր այն մարդը, որը վերցրեց այն փաստաթղթերը անհետացավ։ Առավոտյան մութ անցքերում, ով էր վերջին այցելուն, որ Սահակյանի սենյակ մտնելիս չկա մուտք թղթում, ինչու՞։ Էր այնքան կարող անհետացնել հենց այն սկավառակը, որը պարունակում էր գաղտնի ֆինանսական հոսքերի քարտեզը, դրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն հայտնվի միայն այս տեքստի մեջ, դրանք պետք է փորել ավելի խորը, քան ցանկացած հանրային հետաքննություն երբեք թույլ կտա։ Ինչու՞։
Մի մարդ, որը երբեք չէր վատնել $1 անպատճառ, հանկարծ սկսում է ծախսել հսկայական գումարներ անմիջ շռայլությունների վրա, երբ Սահակյանն արդեն վերահսկում էր բազմաթիվ բանաձև ծրագրեր, նա ձեռք բերեց շքեղություն, որը դառնում էր նրա ստորագրությունը, նա առնում էր ժամացույցներ, որոնց արժեքը գերազանցում էր ամբողջ փոքր քաղաքի տարեկան բյուջեն, նա մասնակցում էր հանդիսություններին, որտեղ փայլատակող լամպերը ավելի թանկ էին, քան հրթիռաշիճման ծառայության ամբողջ տարվա հարկերը, բայց Սահակյանը չէր դիտարկում սա որպես շռայլություն, նա համարում էր, որ այս է իր հավակնությունների անբաժանելի մասը, նրա ապացույցը, որ նա հասել է այնտեղ, որտեղ ցանկանում էր հասնել, երբ նրան հարցնում էին, թե ինչպես է նա կարողանում ապրել այդպիսի կյանքով, նա միշտ ծիծաղելով պատասխանում էր. Ես ապրում եմ այնպես, ինչպես ժողովուրդը ուզում է, նրանց ներկայացուցիչն եմ, այդ պատասխանը կատակ էր, բայց նրա հոգին միշտ լուրջ էր այս հարցում, ինչպես նրա բանկային հաշիվներում։ Եկեք սրան պարզությամբ նայենք, երբ միջին հայաստանցին ստանում էր $300 ամսական աշխատավարձ, Սահակյանի որդին ստանում էր $30 միլիոն պետական պատվեր, նպատակով կառուցել միջանցքներ, որոնք երբեք չափազանցեցին 1 տարի գործարկումից առաջ, մարդիկ համբերատար էին, քանի դեռ համակարգը չէր փլուզվում, բայց ամեն ամիս ավելի շատ տեսանելի էր դառնում, թե ում գրպանները լիանում են, ում գրպանները դատարկվում են բոլոր ապագա հույսերից։ Սա խոսքը չէ միայն դրամի մասին, սա խոսքն է իշխանության մասին, սա մասին է այն, որ վերահսկողությունը չպետք է լիներ մեկ ընտանիքի ձեռքում, երբ ամբողջ երկիրը գոյատում է առօրյա անորոշության մեջ, Սահակյանի համակարգը աշխատում էր միայն թիրախի համար, ապահովել, որ ամեն գումար, որը կարողանում էր անցնել պետական ծրարից դուրս, կմնա նրա հավատարիմների լայն շրջանակում։ Բայց նրա անձնական մասին տարօրինակ էր միայն այն, որ նա սիրում էր խաղալ անմեղության դերը, երբեմն նա ասում էր, թե ինչպես նրա ընտանիքը հեռու է քաղաքականությունից, թե ինչպես նրա որդին ինքնուրույն է բիզնեսում։ Այս բոլոր տոգորումներն արժանացվում էին հերկման, քանզի գաղտնի պայմանագրերը կնքվում էին ստորագրություններով, որոնք կապված էին ուղղակիորեն նրա ազդեցության հետ, նա անօրինական չէր գործում, օրենքները գրված էին այնպես, որ թույլ տային նմանատիպ գործողություններ, բայց էթիկան լռում էր այն կերպարային վերլուծության ապարատում, որին խոսակցում էին 30 տարվա ասֆալտների փողերով, միայն մարդիկ, ովքեր տեսնում էին ամեն օր այդ համակարգի անարդարությունը, չէին ծիծաղում, երբ Սահակյանը պատմում էր հաջորդ կատակը, նրանք հասկանում էին, որ յուրաքանչյուր կատակ իրականում թաքնում էր ավելի խորքային բերդ, որը պաշտպանված էր անհասանելի բարձրություններով։ Նույնիսկ իր անհավատալի իշխանության բարձրակետում Սահակյանը շարունակում էր գործել որպես անհանգիստ քաղաքագետ, որը պաշտպանվում էր ապարատի կողմից, բայց նա գիտակցում էր, որ այդ պաշտպանությունը անմիջապես կհեռանա, եթե ինչ-որ մեկը հիմքից խախտեր իր հավասարակշռությունը, նրա ծախսերը սարսափելի էին, մի հանդիսության համար նա վճարեց այն գումարը, որով կարելի էր կառուցել միջնակարգ դպրոց փոքրիկ գյուղում, նրա ոճը էքստրավագանտ էր, ամենաթանկ հարսանեկան նկուղները, սառը շամպայնի բաժակներ հանրահավաքներում, երբ երեխաները համատեղ գնում էին դպրոց առանց տաք կերակրի, սա ցույց էր տալիս ոչ թե ուղղակի հարստություն, այլ անարգանք դեպի այն համակարգը, որը հարկադիր պարտավորվում էր արդարացնել նրան, նրա շքեղ ապրելակերպը դառնում էր հանրային ամոթ, որը հեղափոխությունից հետո դարձավ ամենաշատ քննարկվող հարցը, բայց նրա իսկական մեղքը գտնվում էր ոչ թե դրամապանակի մեջ, այլ համակարգի խորքում, որը թույլ էր տալիս նրան ամեն անգամ դուրս գալ անտուժ։ Գաղտնի ֆինանսական հոսքերը երբեք չեն հետք թողնում միայն բանկային ժամանակացույցում, դրանք հետք են թողնում մարդկանց հիշողության մեջ, ովքեր տեսել են, թե ինչպես են այդ հոսքերը նախատեսված, կառուցված, հաստատված դառնալու։ Երբ Սահակյանը իր գագաթնակետին էր ֆինանսական հանձնաժողովում, նա կարողանում էր մի օրվա ընթացքում ստորագրել 5 պայմանագիր, այդ 5-ից 3-ը կուղվեին այնպիսի ընկերություններին, որոնք պատկանում էին կամ նրան, կամ նրա մերձավորներին։ Ոչ ոք չէր հարցնում, թե ինչու ընկերությունները, որոնք ստեղծվել էին միայն 2 ամիս առաջ, հանկարծ դառնում էին 2 բիլիոն դրամի պատվիրատու, ոչ ոք չէր ուզում հետել այն հետքին, թե ինչպես են այդ ընկերություններից դուրս եկող միջոցները վերագնահատվում օֆշորներում, հետո վերադառնում այլ բիզնեսի միջոցով, որպեսզի թվա անձնական ներդրում, սա արվեստ էր, ոչ կոպիտ սխեման, այլ մանրամասն նկարչական գործ, խորքերով գաղտնի տեսածը։ Երբ նա պատվիրում էր դրամների հոսքերի նոր շղթա, նա երբեք չէր օգտագործում անմիջական անուններ, նա ստեղծում էր միջանկյալ կառույցներ, որոնք անտեսանելի էին ցանկացածի համար, ով չէր ուզում փորել ավելի խորը, քան իրավական բանաձևը։ Օֆշորների հոլովակը սկսվում էր Հայաստանից, անցնում էր Կիպրոսով, հետո անցնում էր Դելավերով, Միացյալ Նահանգներում, որտեղ անհետանում էր հաղորդակցությունը, հետո վերադառնում էր Հայաստան, արդեն անվանված որպես օտարերկրյա ներդրում, սա այնքան էր բարդ, որ նույնիսկ ֆինանսական
Հետախուզությունը չէր հասցնում գտնել բոլոր թելերը, մինչ ամեն հետքը արդեն ջնջվում էր բանկային տեղաշարժերի հաջորդ շերտի տակ, երբ ինչ-որ մեկը փորձեց հրապարակայնացնել այս սխեմաները, նա անմիջապես հայտնվում էր ճնշման տակ, նույնիսկ եթե չէր կարող ապացուցել, նա կրում էր քաղաքական հետանքներ, հանրային արամարանք։ Արման Սահակյանը, Գալուստի որդին, անվանում էր իրեն բիզնեսմեն, բայց նրա բիզնեսը շահագործում էր հայրական կապիտալը ոչ թե որպես ֆինանսավորում, այլ որպես համակարգի հասանելի մուտք, նրա ընկերությունները շահում էին ամենամեծ պատվերները շինարարության, տրանսպորտի մարզադաշտերի համար, իսկ այդ ամբողջը արվում էր այնպիսի պայմաններով, որ հնարավոր էր միայն անկախության առաջին տարիներին, երբ օրենքներն այդքան էին թույլատրված, որ թույլ էին տալիս գրեթե ամեն բան, երբ հարցնում էին, թե ինչու Արմանի ընկերությունները նախընտրում են հենց այդ նախագծերը, պատասխանը միշտ էր նույնը, նրանք ունեն փորձ, բայց փորձը կարելի էր ճարել միայն այն ժամանակ, երբ կարողանում էիր մուտք գործել դռներ, որոնք փակ էին մյուսների համար։ Եվ այժմ, երբ այս ամբողջ պատմությունը պատմվում է հետագա անհանգստության լույսի ներքո, մի հարց դեռ կախված է օդում։ Ինչու են այդ $500 միլիոն երբեք չհայտնվել պետական դրամարկղում, վերահսկողության մարմինները երբիցե հաշվետվություն չտվեցին այդ գումարի մասին, իսկ ֆինանսական հետախուզությունը միշտ ընդգծում էր, որ չի կարող քննել այն, ինչի վրա չունի իրավասություն, բայց վկաները, ովքեր աշխատել են տենդերների բաժինների մեջ, պատմում են, որ մի անգամ նրանց խնդրել են պարզապես մոռանալ մի որոշակի հաշվարկ, այն, որը կհիմնավորեր պետական փողերի հսկայական մասը, որը ուղարկվել էր անտեսանելի ուղու, դա էր խորագրերի համար նշանակալի դրամ, դա էր արժեքը, որը կարող էր կառուցել հազարավոր տուն, հարյուրավոր կրթական կենտրոններ, բայց այդ փողը երբեք չվերադարձավ ժողովրդի մոտ։ Սահակյանի ամբողջ կարիերան հիմնված էր մի պարզ կանոնի վրա, եթե կարող ես վերահսկել, վերահսկիր, եթե չես կարող վերահսկել, դարձրու անհետացած, նա կառավարում էր ոչ միայն ֆինանսական հանձնաժողովը, այլ մի անտեսանելի ցանց, որը համախմբում էր արտրականներին, իրավաբանների, նույնիսկ ոստիկանների որոշ հատվածներ, որոնք պաշտպանում էին այն մարդկանց, ովքեր տրվում էին իրեն նրա համակարգին, սա էր իշխանության իրական դեմքը, ոչ պարլամենտական ուղերձները, ոչ հանրային ելույթները, այլ գաղտնի հեռախոսազանգերը, որոնք կարգավորում էին ամեն ինչ, ինչից սկսած դատավճիռներից մինչ բանկային փոխանցումները, նրա ուժը խորացել էր այնքան, որ նույնիսկ երբ համակարգը սկսեց փլուզվել, դեռ 3 տարի մարդիկ վախենում էին խոսել նրա անվան մասին բարձր ձայնով, բայց պատմությունը, ինչպես միշտ, ունեցավ վերջին խոսքը, երբ հեղափոխությունը սրբեց հին քաղաքական դասակարգը, Սահակյանի ստեղծած կայսրությունը չերած այլս անձեռնմխելի, փաստաթղթերը, որոնք նա կարծում էր թաքցված, սկսեցին հայտնվել մեկը մյուսի հետից, մարդիկ, ովքեր երկար լռել էին, սկսեցին հիշել։ Ես տեսավ, թե ինչպես են այդ փողերը եկել գնացել, բայց երբեք չհավատացի, որ հենց ես էլ կդառնամ այն մարդը, ում պետք է լռել հավերժ։ Այս խոսքերն արտասանում է Արտակ Մարտիրոսյանը, նախկին ֆինանսական հանձնաժողովի աշխատակից, ով 33 տարեկան հասակում մտավ այն համակարգի սիրտը, որտեղ յուրաքանչյուր թերթ կարող էր դառնալ կյանքի վերջը կամ սկիզբը։ Նա նստած է իր փոքրիկ բնակարանում կենտրոնում, ձեռքերը դողում են, երբ բացում է հին նոթատետրը, այն նոթատետրը, որը պահել է 11 տարի, չնայած տեղափոխություններին, վախերին, անկախ գիշերներին, երբ մտածել է այրելու այն։ Յուրաքանչյուր էջ համարակալված է ձեռքով, յուրաքանչյուր գումար գրված է 3 տարբեր գույներով՝ պաշտոնական, կարմիր, իրական, կապույտ, անհետացած։ 2012 թվականին, երբ ես առաջին անգամ տեսա, որ 15 միլիոն դրամը պարզապես չի արտացոլվում վերջնական հաշվետվության մեջ, ես հարցրի իմ ղեկավարին։ Նա ներս քաշեց օդը, ինչպես մարդը, ով հիշում է ինչ-որ բան, որը կամենում էր մոռանալ։ Նա ինձ նայեց այնպես, որ հասկացա, մի երբեք չհարցնեմ նորից։ Բայց այդ գիշեր տուն եկա գրեցի այս ամենը։ Քանի որ գիտեի, եթե չգրեմ հիմա, մոռանամ ապագայում կամ խելագարացնեն ինձ հարցերով, եթե երբեք խոսեմ։ Նրա ձայնը հանդարտ է, բայց յուրաքանչյուր բառ կրում է ծանրությունը, մարդու, ով ապրել է կեսկործանած համակարգի մեջ, տեսել է, թե ինչպես են իրական մարդիկ վճարում այն գնով, որը երբեք չպետք է վճարեին։ Արտակի պատմությունը սկսվում է 2011 թվականի աշնանը, երբ նա նոր էր ավարտել տնտեսագիտական ֆակուլտետը, փնտրում էր աշխատանք այնպիսի երկրում, որտեղ դիպլոմը քիչ էր արժեր, եթե չունեիր ճիշտ ազգանուն կամ ճիշտ կապեր։ Ֆինանսական հանձնաժողովում աշխատանքը թվում էր երազանք, կայուն աշխատավարձ, պետական հաստատություն, անվտանգություն։ Առաջին ամիսներին ամեն ինչ նորմալ էր։ Մենք աշխատում էինք հաշվետվությունների, ստուգումների վրա, ամեն ինչ կարծես թափանցիկ էր։ Բայց հետո, երբ ավելի մոտ մտա ռազմավարական տենդերների բաժինը, ես սկսեցի տեսնել այն, ինչից պետք է հեռու մնայի։
Նա ցույց է տալիս նոթատետրի մի էջը, որտեղ կարմիր մարկերով նշված է Արմանի ընկերություն թիվ 3, 32 միլիոն, բայց տեխնիկական փաստաթղթերում միայն 14։ Սա նշանակում էր, որ 18 միլիոնը գնացել է ուրիշ տեղ, իսկ պաշտոնական հաշվետվությունը ասում էր, որ ամբողջ գումարը ծախսվել է ծրագրի վրա։ Արտակի բացատրությունը հստակ է, բայց նրա աչքերում կարդացվում է մի խոր վշտություն, 11 տարի սպասելու չկարողանալու խոսել։ Երբ նրան հարցնում ենք, թե ինչու չխոսեց ավելի շուտ, նա լուրջ ցույց է տալիս իր պահարանը, որտեղ պահպանվում է նահին նամակը, անանուն սպառնալիք, ստացված 2012 թվականի դեկտեմբերին, հենց նրա առաջին փորձից հետո խոսել իր մենեջերի հետ։ Նամակում գրված էր պարզ. «Եթե սիրում ես ընտանիքդ, լուր արա քո աշխատանքը»։ Ես լուր արեցի 11 տարի։ Իսկ այժմ, երբ հին համակարգը փլուզվել է, արտակը միայն մեկն է բազմաթիվ վկաներից, ովքեր սկսում են հիշել։ Նա հիշում է այն օրը, երբ Գալուստ Սահակյանը անձամբ եկավ հանձնաժողով, ոչ պաշտոնական այցով, այլ գաղտնի խորհրդակցության համար, որի մասին գրվեց միայն ներքին օրացույցում, առանց մանրամասնությունների։ Նա նստեց 5 մարդու հետ փակ սենյակում, երբ նրանք դուրս եկան, նրանցից երկուսը լացում էին։ Ես երբեք չիմացա, թե ինչ խոսեցին, բայց հաջորդ շաբաթ այդ երկու մարդիկ հեռացվեցին, մեկը հիվանդության արձակուրդով, մյուսը ընտանեկան պատճառներով։ Արտակը հավատում է, որ այդ հանդիպումը վերաբերում էր մի նոր սխեմայի, որի մասին երկուսը համաձայն չէին, բայց ապացույց չունի։ Այն, ինչ ունի, դա է նրա նոթատետրը, դա են նրա հիշողությունները, դա է նրա խիղճը, որը 11 տարի տանջել է նրան յուրաքանչյուր գիշեր։ Ես գիտեի, որ եթե խոսեի, կկորցնեի աշխատանքս, հավանաբար ընտանիքս կվտանգվեր, ոչ ոք չէր հավատա ինձ, քանի որ նրանց ուժը անսահման էր։ Արտակի խոսքերը հնչում են որպես դատավճիռ ոչ միայն Սահակյանի համակարգի, այլ մի ամբողջ սերնդի համար, որը սովորեց լռել, երբ պետք է խոսեր։ Ինչու է մեկը պահպանում նոթատետր, եթե գիտի, որ երբեք չի կարող օգտագործել այն։ Արտակի պատասխանը պարզ է, որովհետև հավատում էի, որ մի օր ճշմարտությունը պետք է դուրս գա, ես պետք է ապացույց ունենամ, որ ես չէի հորինել սա։ Յուրաքանչյուր մարդ, ով ապրել է այդ համակարգում, գիտի, որ ապագան կարող է փոխվել, երբ այն փոխվի, պատմությունը կգրվի կրկին։ Ես ուզում էի, որ իմ վերսիան լինի հիշողության մի մասը։ Նրա խոսքերը հնչում են որպես հույսի կոնկրետ դրոշում, նույնիսկ ամենամութ ժամանակներում կան մարդիկ, ովքեր պահպանում են փաստաթղթերը, հույս ունենալով, որ արդարությունը մի օր կվերադառնա։ Այժմ, երբ Արտակը նստած է մեր դիմաց պատմում է, նրա ձայնը երբեմն կոտրվում է, բայց նրա վճռականությունը հստակ է։ Նա ցանկանում է, որ մարդիկ գիտենան, թե ինչ գնով է եկել այն լռությունը, որը թույլ է տվել Սահակյանի համակարգին շարունակել աշխատել տասնամյակներ։ Մենք չէինք թույլ տվել սա պարզապես վախից, մենք թույլ տվեցինք, որովհետև չունեինք այլընտրանք։ Եվ սա է ամենամեծ մեղքը։ Եթե հազարավոր մենք էինք խոսել միաժամանակ, գուցե ինչ-որ բան փոխվեր։ Բայց մենք առանձին էինք, առանձին մարդը երբեք չի կարող կանգնել համակարգի դեմ։ Բայց ինչու է Սահակյանի համակարգը այդքան արդյունավետ եղել մարդկանց լռեցնելու հարցում։ Պատասխանը ոչ միայն վախի մեջ է, այլ խորը ինտեգրված մեխանիզմում, որը բարգատրում էր հավատարիմությունը, պատժում էր կասկածը։ Արտակը հիշում է մի գործընկերոջ, ով փորձեց բարձրացնել հարցը անկանոնությունների մասին ներքին հանդիպման ժամանակ։ Նա եղավ հերոս 1 ժամով։ Մենք բոլորս նայում էինք նրան, մտածում էինք, վերջապես մեկը խոսեց։ Բայց վաղը նա չեկավ աշխատանք։ 2 շաբաթ անց մենք իմացանք, որ նա հեռացել է իր պաշտոնից կազմակերպչական վերակառուցման պատճառով։ Նա այլևս չի աշխատում պետական համակարգում։ Նա այժմ տաքսու վարորդ է։ Արտակի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է համակարգը ոչնչացրել ոչ միայն անձանց աշխատանքը, այլ նրանց հեռանկարները, նրանց արժանապատվությունը։ Սա էր ամենաարդյունավետ զենքը, ոչ թե ֆիզիկական սպառնալիք, այլ տնտեսական սոցիալական մահ։ Երբ մարդը գիտի, որ մի սխալ քայլով կարող է կորցնել ամեն ինչ, նա ընտրում է լռությունը։ Եվ մենք բոլորս ընտրեցինք լռությունը, մինչ հնարավոր էր։ Ընտանիքը միշտ եղել է վերջին ամրոցը, որտեղ իշխանության մարդիկ ցույց են տվել իրենց իրական դեմքը, առանց քողարկման, առանց դերասանության։ Իսկ Գալուստ Սահակյանի ընտանիքում, դռների հետում, եղել է մի ամբողջ աշխարհ, որի մասին հանրությունը երբեք չիմացավ։ Նարինե Սահակյանը, Գալուստի եղբոր դուստրը, երբեք չի տվել հարցազրույց մինչ այժմ։ Նա նստած է փոքրիկ սրճարանում Աբովյան փողոցում, ծխախոտի ծուխը շարժվում է դանդաղ օդում, իսկ նրա աչքերը պահում են այն տրտմությունը, որը չի կարող թաքցվել բառերով։ Հորեղբայրս Գալուստը նման էր երկու տարբեր մարդկանց։
Հանրության մեջ նա էներգիկ էր, ծիծաղկոտ, միշտ խոսում էր բարձր ձայնով, կատակներ անում։ Բայց տանը, երբ մենք հավաքվում էինք ընտանեկան ընթրիքի, նա լուռ էր նստում, խմում էր կոնյակ, նայում էր պատուհանից դուրս, կարծես սպասում էր ինչ-որ բանի, որը երբեք չէր գալիս։ Նարինեի ձայնը խռպոտ է, նա խոսում է դանդաղ, ընտրելով յուրաքանչյուր բառ, կարծես վախենում է, որ մի սխալ արտահայտություն կարող է դավաճանել հիշողությունը։ Նա սիրում էր իր ընտանիքը, բայց միշտ գիտեիր, որ նա չի կարող լիովին վստահել նույնիսկ մեզ։ Նա պահում էր փաստաթղթեր սեյֆում իր ննջասենյակում, մեկ անգամ, երբ իմ քույրը պատահաբար մտավ տեսավ բաց սեյֆը, գալուստը աղաղակեց նրա վրա այնպես, որ նա եռաժամանակի աղջիկը լաց եղավ։ Հետո նա ներողություն խնդրեց, բայց մենք բոլորս հասկացանք, այդ սեյֆում էր մի բան, որը նույնիսկ ընտանիքը չպետք է տեսներ։ Նարինեի պատմությունը բացահայտում է մի մարդու, որը ապրել է անընդհատ լարվածության մեջ, նույնիսկ իր սեփական տան պատերի միջ։ 2014 թվականին, հիշում եմ շատ հստակ, մենք նշում էինք նրա ծննդյան օրը։ Մեծ սեղան, շատ մարդիկ, բոլորը ուրախ էին։ Բայց մի պահ, երբ ես գնացի խոհանոց, տեսա Գալուստին հեռախոսով խոսելիս։ Նա ճչում էր, բայց փորձում էր ճչալ շշուկով, եթե դա իմաստ ունի։ Նա ասում էր, ես քեզ ասացի, չանես դա, դու չիմացար, հիմա ամբողջ ընտանիքը վտանգի տակ է։ Երբ նա տեսավ ինձ, անմիջապես փակեց հեռախոսը ժպտաց, ասաց, աշխատանքային խնդիր էր, Նարի ջան, մի անհանգստացիր։ Բայց ես տեսա նրա աչքերում սարսափը։ Դա չէր աշխատանքային խնդիր, դա էր մի բան ավելի խորը։ Նարինեն դադար է անում, թրջում է շրթունքները, հետո շարունակում է։ Հետո իմացանք, որ նրա որդին Արմանը փակել էր մի խոշոր գործարք, որը կասկածելի էր թերթերում, Գալուստը վախենում էր, որ հետաքննությունը կհասնի նրանց ընտանիքին։ Նա մի ամիս չէր քնում նորմալ, միշտ ստուգում էր հեռախոսը, միշտ նայում էր դռանը, երբ մեկը թակում էր։ Դա էր առաջին անգամը, երբ ես տեսա նրան իսկապես վախեցած։ Ընտանեկան ընթրիքների ժամանակ Սահակյանն երբեմն խոսում էր քաղաքականության մասին, բայց միշտ վերացական տերմիններով, երբեք չհիշատակելով կոնկրետ գումարներ կամ պայմանագրեր։ Մեկ անգամ նրա կինը հարցրեց, թե ինչու են թերթերը գրում, որ նրա որդին ստացել է մի մեծ տենդեր։ Գալուստը շատ սառն նայեց նրան, ասաց, թերթերը գրում են այն, ինչ ուզում են։ Իմ որդին ազնիվ բիզնեսմեն է։ Բայց այդ գիշեր նա խմեց ավելի շատ, քան սովորականում, մի պահ, երբ կարծում էր, որ բոլորը քնած են, ես լսեցի նրան խոսելիս հեռախոսով հարան սենյակում։ Նա ասում էր, մենք պետք է ամեն ինչ փակենք 3 ամսում։ Եթե մենք չփակենք, մեզ կփակեն։ Ես երբեք չիմացա, թե ում հետ էր նա խոսում, ինչ էր նա ուզում փակել, բայց դա հնչում էր որպես մարդու, ով իմանում է, որ ժամանակը սպառվում է։ Նարինեի վկայությունը ցույց է տալիս Սահակյանին որպես մարդու, ով ապրում էր հանրության մեջ ինքնավստահ, բայց ընտանիքի մեջ մշտապես անհանգիստ, միշտ վախենալով, որ նրա կառուցած կառույցը մի օր կփլուզվի։ Նա սիրում էր իր հարստությունը ցույց տալ, բայց նա երբեք չէր զգում անվտանգ։ Դա է ողբերգությունը, երբ դու ունես ամեն ինչ, բայց չես կարող վայելել, քանի որ գիտես, որ այն կառուցված է ավազի վրա։ Իսկ Սահակյանի եղբայրը Վարդանը, ով մահացել է 2016 թվականին, թողել էր մի հին նամակ Նարինեին, որը նա բացեց միայն վերջին տարի։ Հորեղբայրս Վարդանը գրել էր. Նարի, եթե որևէ բան պատահի ինձ, գիտցիր, որ Գալուստը չէ այն, ով թվում է։ Նա սիրող եղբայր է, բայց նա մարդ է, ով կորցրել է իր հոգին քաղաքականության մեջ։ Նա ստեղծել է համակարգ, որը մի օր կհետապնդի նրան, նույնիսկ երբ նա կմտածի, որ արդեն անվտանգ է։ Երբ ես կարդացի այս նամակը, ես լացի, քանի որ հասկացա, նույնիսկ Վարդանը, ով ամենամոտն էր Գալուստին, տեսնում էր դա։ Բայց նա չէր կարողացել փրկել նրան, ոչ ոք չէր կարողացել։ Նարինեի ձայնը կոտրվում է, նա սրբում է արցունքները։ Մենք սիրեցինք նրան, բայց չկարողացանք փոխել նրան։ Եվ սա է ամենամեծ ցավը, երբ տեսնում ես, թե ինչպես քո սիրելի մարդը ստեղծում է իր սեփական անկումը, դու անզոր ես կանգնել դրա առջ։ Դավաճանությունը պատմության մեջ միշտ եղել է ամենաառեղծվածային, ամենածանր պահը, քանի որ այն խախտում է վստահության վերջին թելը, որը մարդը պահպանում է իր ամենամոտ շրջապատի հետ։ Գալուստ Սահակյանի դեպքում դավաճանությունը չէր եկել թշնամուց, այլ նրա ամենամոտ դաշնակիցներից մեկից, մարդուց, ում նա վստահել էր 15 տարի։ Տիգրան Դավթյանը նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյա է, ով եղել է Սահակյանի ամենահավատարիմ կողմնակիցներից մինչ 2017 թվականի գարուն, երբ ամեն ինչ փոխվեց մի գաղտնի հանդիպման ժամանակ։ Այսօր Տիգրանը համաձայնել է խոսել առաջին անգամ, պայմանով, որ նրա անվտանգությունը երաշխավորվի, թե նա գիտակցում է, որ անցյալը երբեք լիովին չի ների։
Գալուստը հավատում էր ինձ ամեն ինչում։ Երբ նա ուներ խնդիր, ինձ էր զանգում առաջինը։ Երբ նա ուներ գաղտնի գործարք, ինձ էր ներգրավում։ Ես էի նրա աջ ձեռքը, նա գիտեր դա։ Տիգրանի ձայնը հստակ է, բայց նրա աչքերում ինչ-որ խորը տխրություն է։ Բայց 2017 թվականին, երբ ես սկսեցի իմանալ մանրամասներ, որոնք ինձ սարսափեցին, ես հասկացա, որ եթե շարունակեմ լռել, ես կդառնամ մեղավոր նրա բոլոր հանցագործությունների մեջ։ Նա դադար է անում, խմում է իր սուրճը, հետո շարունակում է։ Սահակյանը պլանավորում էր մի նոր սխեմա, որը կներառեր $200 միլիոն փոխանցում օֆշոր, այդ գումարը պետք է գար պետական բյուջեից, կեղծ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով։ Երբ ես տեսա փաստաթղթերը, ես հասկացա, սա այլևս չէր պարզ կոռուպցիա, սա էր սպանդ համակարգային մակարդակի վրա։ Տիգրանի որոշումը դավաճանել Սահակյանին չէր եկել մի պահից։ Ես մտածեցի 3 ամիս։ Յուրաքանչյուր գիշեր ես արթնանում էի, քրտնած, մտածելով, թե ինչ կլինի իմ ընտանիքի հետ, եթե ես խոսեմ։ Բայց մի օր, երբ ես տեսա փաստաթուղթը, որում գրված էր հերթական տասնյակ միլիոնի գողության մասին, ես հասկացա, իմ լռությունը արդեն դարձել էր մեղավորություն։ Նա դողդոջուն ձեռքերով հանում է մի հին թղթի պատճենը, այն փաստաթուղթը, որը փոխեց նրա կյանքը։ Երբ ես վերջապես խոսեցի համապատասխան մարմինների հետ, Սահակյանը իմացավ 2 օրում։ Նա ինձ զանգեց, ասաց մի նախադասություն՝ Տիգրան, դու կմեռնես անտուն մարդու նման, եթե շարունակես։ Հետո նա փակեց հեռախոսը։ Այն գիշեր ես չքնեցի, նստած էի իմ բնակարանում, սպասելով, թե երբ դուռը կբացվի կգան ինձ համար։ Տիգրանի պատմությունը ավարտվում է հանգիստ, բայց խորը զգուշավոր ձայնով։ Նրանք չեկան այդ գիշեր, բայց ես մինչ այժմ չեմ զգում անվտանգ։ Դավաճանությունը համակարգի նկատմամբ երբեք չի ների, նույնիսկ եթե համակարգը փլուզվի։ Բայց ես ազատ եմ իմ խիղճով, սա միակ անվտանգությունն է, որ իսկապես նշանակություն ունի։ 2015 թվականին Սահակյանի առողջությունը սկսեց փլուզվել այնպես անսպասելի, որ նույնիսկ նրա մերձավոր շրջապատը չէր ակնկալում։ Մարդը, ով 30 տարի վերահսկում էր ամենախոշոր ֆինանսական հոսքերը, հանկարծ հայտնվեց իր սեփական մարմնի գերության տակ։ Նրա անձնական բժիշկը, Արմեն Ղազարյանը, հիշում է առաջին խանգարող նշանները։ Նա սկսեց մերժել կերակուրը։ Ոչ թե որովհետև ախորժակ չուներ, այլ որովհետև վախենում էր, որ ինչ-որ մեկը թունավորել է այն։ Բժիշկը խոսում է դանդաղ, ընտրելով բառերը։ Նա մի անգամ ասաց ինձ. Արմեն, ստուգիր այս սուպը լաբորատորիայում, մինչ ես կուտեմ։ Ես նրան ասացի, որ սա խելագարություն է, բայց նա պնդեց։ Երբ ես մերժեցի, նա չկերավ 3 օր։ Դա էր սկիզբը։ Պարանոյան ուտում էր նրան ներսից ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն կարող էր անել։ Բայց ֆիզիկական փոփոխությունները ավելի խոսուն էին, քան ցանկացած բառ։ Նրա մազերը, որոնք 10 տարի առաջ դեռ պահպանում էին մութ երանգը, արագորեն փոխվեցին ամբողջովին ճերմակի։ Ոչ թե բնականon ծերացման պատճառով, այլ լարվածության անկնության պատճառով։ Նրա վերահսկչական բժիշկը գրել է իր մասնավոր նշումներում. հիվանդը չի քնում ավելի քան 2 ժամ գիշերը։ Նա մերժում է ցանկացած հանգստացնող դեղամիջոց, քանի որ վախենում է կորցնել վերահսկողությունը։ Սահակյանի ընկերները նկատեցին, որ նրա քայլքը փոխվեց, նախկինում վստահ արագ քայլերը դարձան զգուշավոր, կարծես յուրաքանչյուր քայլ պահանջում էր հաշվարկ։ Նրա դեմքը պատմում էր ավելին, քան նա երբեք թույլ կտար բառերով։ 2016 թվականի լուսանկարներում Սահակյանի աչքերի տակ խոր թմբկածածկույթներ են, մորեխավուն, անբուժելի։ Նրա մորուքի մեջ ավելացած էին սպիտակ մազերի խտշերտեր, իսկ նրա մաշկը ձեռք էր առել այն գունատորեն դեղին երանգը, որը բժիշկները կապում են լյարդի քրոնիկ դիստրոֆիայի հետ։ Բայց իշխանությունը չէր թողնում նրան հեռանալ։ Մեկ անգամ նա ինձ ասաց. եթե ես հեռանամ հիմա, նրանք կգան իմ ընտանիքի համար։ Ես պետք է մնամ մինչ վերջ։ Բժիշկը դադար է անում, հետո ավելացնում է. բայց ո՞վ էին նրանք։ Նա երբեք չբացատրեց, ես երբեք չհարցրի, քանի որ գիտեի պատասխանը կփոխի ամեն ինչ։ Սահակյանի վերջին հանրային ելույթներում, պարլամենտում, նրա ձայնը արդեն կորցրել էր նախկին ուժը։ Նա խոսում էր դանդաղ, երբեմն դադարներ անելով, կարծես փնտրելով բառերը, որոնք մի ժամանակ իրեն այդքան հեշտ էին գալիս։ Նրա ձեռքերը դողում էին, երբ բռնում էր թերթը, նրա քրտինքը բազմիցս նկատվում էր կադրերում, նույնիսկ երբ դահլիճում զով էր։ Ով կարող էր պատկերացնել, որ իշխանությունը այսքան կարող է ծանրագնել մարդու մարմինը։ Իսկ վախը ավելացնում էր իր դուրքը։
2017 թվականին նրա ընտանիքը սկսեց նկատել, որ Սահակյանն այլևս չէր լքում իր տունը առանց երկու անձնական անվտանգության աշխատակիցների։ Նա չէր նստում ռեստորանում այն սեղանի մոտ, որն ուներ պատուհան հետում։ Նա չէր խմում ջուր, որը չի բացվում իր աչքի առաջ։ Սա չէր պարանոյա, ասում է նրա եղբոր որդին Արամը։ Սա էր վախը, որ գալիս է, երբ դու իմանում ես, որ քո ստեղծած համակարգը արդեն սկսել է քեզ դեմ աշխատել։ Նա հասկանում էր, որ նույն մարդիկը, որոնց նա ստեղծել էր հարստություն, հիմա սպասում են նրա անկմանը, որպեսզի վերցնեն իրենց մասնաբաժինը։ Սահակյանի վերջին ամիսները նրա կյանքում դարձան անվերջ հաշվարկների շարք, ով է դեռ հավատարիմ, ով է սպասում պահին փախչելու, ով արդեն հեռախոսազանգեր է անում դեպի նոր իշխանությունը։ Ֆիզիկապես նա դարձել էր մարդու ստվեր, որ կարող էր լինել, բայց նրա մտքերը դեռ խաղում էին այն խաղը, որը չէր կարող հաղթել։ Այս մարդը, որը 30 տարի վերահսկել էր միլիարդներ, վերջում չկարողացավ վերահսկել նույնիսկ իր սեփական մարմինը։ Արխիվները միշտ պահպանում են այն ճշմարտությունը, որը կենդանի ականատես արդեն չի կարող կամ չի ուզում ասել։ Երբ 2019 թվականին նոր իշխանությունները սկսեցին հետաքննություն Սահակյանի ընտանիքի գործունեության շուրջ, նրանք բախվեցին խնդրի, որը դարձավ լեգենդար, հիմնական փաստաթղթերը անհետացել էին։ Արա Պետրոսյանը, պետական արխիվի աշխատակից, հիշում է այն օրը, երբ վերջին անգամ տեսավ այն դոսիեները, որոնք հիմա փնտրում են բոլորը։ 2017 թվականի նոյեմբերի 31-ին օրը մենք ստացանք հատուկ հանձնարարություն, որոշակի ֆոլդերներ տեղափոխել հատուկ պահեստ։ Այդ ֆոլդերներում էին բոլոր պայմանագրերը, որոնք կապված էին Սահակյանի որդու ընկերությունների հետ։ Ես նույնիսկ հիշում եմ ծածկագրերը F342, F364-6, F412-1։ Արան դադար է անում, նայում է իր հին նշումներին։ Հաջորդ օրը, երբ եկա աշխատանք, այդ ֆոլդերները այլևս չկային հատուկ պահեստում։ Երբ հարցրի, ինձ ասացին, որ դրանք տեղափոխվել են ավելի բարձր անվտանգության մակարդակի պահեստ։ Բայց երբ ես փորձեցի ստուգել, ոչ ոք չգիտեր, թե որտեղ է այդ պահեստը։ Փաստաթղթերի անհետացումը չէր պատահական։ Լոն Ավագյանը, նախկին հետաքննիչը, ով ստացել էր պատվեր քննել Սահակյանի գործերը, հիշում է ինքն իր փորձը։ Մենք պահանջեցինք բոլոր տենդերների թղթերը 2012-ից մինչ 2016 ժամանակահատվածում։ Մեզ տվեցին 3 տուփ փաստաթղթեր, բայց երբ սկսեցինք ստուգել, պարզվեց, որ բոլոր կարևոր էջերը բացակայում են։ Օրինակ, պայմանագրի առաջին էջը կար, որտեղ գրված էր Արման Սահակյանի ընկերությունը ստանում է 35 միլիոն դրամ, բայց հաջորդ 22 էջերը, որտեղ մանրամասն նկարագրված էր, թե ինչի համար են այդ փողերը, բացակայում էին։ Փոխարենը մենք գտանք դատարկ էջեր կամ ամբողջովին տարբեր պայմանագրերի էջեր, որոնք ակնհայտորեն ավելացվել էին հետո, որպեսզի ֆոլդերի հաստությունը թվա նորմալ։ Լոնի բացատրությունը ցույց է տալիս համակարգ, որը ոչ միայն թաքցնում էր փաստերը, այլ ակտիվ ոչնչացնում էր ցանկացած հետք։ Ես 18 տարի եմ աշխատում հետաքննող, բայց երբեք չէի տեսել այսպիսի պրոֆեսիոնալ ջնջում։ Սա արվել էր մարդկանց կողմից, ովքեր գիտեին հենց այն, թե ինչ է պետք ոչնչացնել, որպեսզի ողջ ցանցը փլուզվի։ Բայց փաստաթղթերը միայն մի մասն էին պատմության։ Թվային արխիվներն էլ բախվեցին նույն ճակատագրին։ 2019 թվականին, երբ ֆինանսական հանձնաժողովի սերվերները փոխանցվեցին նոր վերահսկողության, տեխնիկ մասնագետները բացահայտեցին, որ բոլոր արխիվները 2012-ից մինչ 2016 ժամանակահատվածում պատահաբար ջնջվել են։ Վահե Սարգսյանը, ՏՏ-մասնագետը, ով ստացել էր առաջադրանք վերականգնել տվյալները, խոսում է անհույս ձայնով։ Սա չէր պարզ ջնջում։ Սա էր պրոֆեսիոնալ վերագրում, ամբողջ սկավառակները փոխվել էին այնպես, որ նույնիսկ ամենաբարձր մակարդակի վերականգնման ծրագրերը չէին կարող գտնել բնօրինակ ֆայլերը։ Նրանք օգտագործել էին ռազմական մակարդակի ջնջման ծրագրեր, որոնք հեռացնում են տվյալները 7 շերտով։ Սա անում են միայն այն դեպքում, երբ փաստորեն պատերազմում ես չես ուզում, որ թշնամին ընկնի քո սերվերներին։ Վահեն ձեռքերը տարածում է անզորության ժեստով։ Մենք ոչինչ չփրկեցինք։ 0։ Ամբողջ պատմությունը 4 տարվա ընթացքում անհետացել էր մի գիշերվա ընթացքում։ Արխիվների ոչնչացումը ոչ միայն վերացրեց ապացույցները, այլ ստեղծեց իրավական անհնարինություն։ Անհնար էր ապացուցել հանցանք առանց փաստաթղթերի, անհնար էր հետապնդել մեղավորներին առանց գաղտնի ծածկագրված պայմանագրերի։
Իսկ ամենաուժեղ փաստը, որը կարող էր փակել ողջ գործը, հայտնի որպես մաստեր դոսիե, պահվում էր առանձին սեյֆում պարլամենտում, այն անհետացավ հենց այն օրը, երբ հեղափոխությունը սկսվեց։ Ով ուներ մուտք այդ սեյֆ? Միայն 3 մարդ՝ Սահակյանը, ֆինանսական հանձնաժողովի նախագահը, սեյֆի պահպանության պատասխանատուն։ Երեքից երկուսը մահացել են անբացատրելի հանգամանքներում 2019-2020 թվականներին։ Երրորդը, սեյֆի պահպանողը, անհետացել է մինչ այսօր չի գտնվել։ Այս փաստերը խոսում են իրենց անունով, բայց ապացույցներ չկան, քանի որ բոլոր հետքերը մաքրվել են այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավոր է միայն ներքին աջակցությամբ։ $500 միլիոն։ Այս թիվը ստեղծում է պատկեր, որը միջին մարդու համար դժվար է պատկերացնել, սա արժեքն է 5000 բնակարանի, 100 դպրոցի, 30 հիվանդանոցի։ Բայց այս գումարը անհետացավ այնպես անհետելի, որ նույնիսկ հիմա, երբ բոլորը գիտեն, որ այն գոյություն ուներ, ոչ ոք չի կարող ապացուցել, թե ում գրպանն է լցրել այն։ Համակարգը կառուցված էր այնպես, որ յուրաքանչյուր փոխանցում անցնում էր 4-ից 6 միջանկյալ ընկերությունների միջով, մեկը Հայաստանում, մեկը Կիպրոսում, 3-ը Դելավերում, վերջինը Պանամայում։ Երբ փողը վերջապես վերադառնում էր, այն արդեն կոչվում էր օտարերկրյա ներդրում, օրինական բանաձևով մուտք էր գործում Հայաստան, արդեն մաքուր, լողացված, անարատ։ Կարեն Մարգարյանը, տնտեսագետը, ով տարիներ ուսումնասիրել է օֆշորային սխեմաները, բացատրում է այս մեխանիզմը։ Կիպրոսի ընկերությունը գրանցված է Սահակյանի եղբորորդու անվամբ, բայց իրական տերը տարբեր է։ Դելավերի ընկերությունները գրանցված են անանուն բաժնետերերի անունով, ինչը Ամերիկայում թույլատրելի է։ Պանամայի վերջնական ընկերությունը գրանցված է նոտարական հավատարմագրով, որը թույլ է տալիս անանուն սեփականություն։ Կարենը ցույց է տալիս քարտեզը, որտեղ նա նկարել է ամբողջ շղթան։ Յուրաքանչյուր քայլում գումարը փոքրանում է թղթերի վրա։ Սկզբում դուք ունեք 100 միլիոն, հետո դա դառնում է 85, 15-ը կորավ որպես խորհրդատվական ծառայություններ, հետո 85-ը դառնում է 70, 15-ը կորավ որպես փոխանցման միջնորդավճար։ Եվ այսպես շարունակ, մինչ վերջում դուք տեսնում եք միայն 35 միլիոն, որը մտնում է որպես ներդրում։ Բայց ո՞վ էր այն մարդը, ով իրականում վերահսկում էր այս հոսքերը։ Ով էր հաստատ համոզված, որ յուրաքանչյուր քայլ անցնում է ճիշտ, որ փողերը չեն կորչում, որ չի լինում կարճ միացում, որը կկործաներ ողջ համակարգը։ Գորգ Սիմոնյանը, նախկին բանկային աշխատողը, ով անանուն խնդրել է մնալ մինչ նոր օրեն ընդունվի, պատմում է, թե ինչպես նա մի անգամ հանդիպեց մարդուն, ով կոչվում էր համակարգողը։ 2014 թվականին ես աշխատում էի մի բանկում, որը հայտնի էր իր ընդունակությամբ արագ փոխանցումներ անել օֆշորներ։ Մի օր եկավ մի մարդ, շուրջ 50 տարեկան, կարճահասակ, շատ հանգիստ։ Նա խնդրեց հանդիպել ղեկավարի հետ անձնական սենյակում։ Երբ ես պատահաբար լսեցի նրանց խոսակցությունը դռան հետից, նա ասում էր, հաջորդ փոխանցումը պետք է լինի 2 մասով, առաջին մասը անցնի երկուշաբթի, հենց բանկերը բացվեն, երկրորդ մասը երեքշաբթի երեկոյան, երբ Եվրոպայի բանկերը արդեն փակ են։ Գորգը դադար է անում։ Ես զարմացա, քանի որ նա խոսում էր այնպես, ինչպես ինժեները, ով գիտի բոլոր մանրամասները համակարգի, մինչ թե երբ են բանկերը բացվում տարբեր ժամանակային գոտիներում։ Սա էր գենիոս կամ պարանոիկ, կամ երկուսն էլ միասին։ Այս մարդուն, ում Գորգը երբեք չիմացավ անունը, այժմ կոչում են պարոն X, միստերային կերպար, ով երբեք չերաց պաշտոնական հանդիպումներում, բայց ում հանձնարարությունները կատարվում էին անմիջապես։ Պետական անվտանգության մի աղբյուր, ով հաստատում է, որ այսպիսի մարդը գոյություն ուներ, պատմում է, մենք 2 տարի փորձեցինք բացահայտել նրա ինքնությունը, բայց յուրաքանչյուր անգամ, երբ մոտենում էինք, հետքը կորչում էր։ Մի անգամ մենք պարզեցինք, որ նա հեռախոսազանգ է արել որոշակի բանկ, բայց երբ ստուգեցինք հեռախոսահամարը, պարզվեց, որ այն գրանցված էր հանգույցային անձի անունով, ով մահացել էր 3 տարի առաջ։ Պարոն X-ը դարձել է լեգենդ, մարդը, ով կառուցեց մի համակարգ այնքան անթափանց, որ նույնիսկ Սահակյանը լիովին չգիտեր բոլոր մանրամասները։ Բայց ով էր նա իրականում, նախկին հատուկ ծառայությունների աշխատող, արտասահմանցի խորհրդատու, թե պարզապես լեգենդ, որը ստեղծվել է թաքցնելու իրական մեխանիզմը։ Ամենակարևոր հարցը մնում է անպատասխան, ով է այժմ վայելում այդ 500 միլիոնները, որոնք անհետացել են մարդկանց աչքից։ Համակարգը փլուզվեց, Սահակյանը մեկուսացավ, փաստաթղթերը ոչնչացվեցին, բայց փողը չվերադարձավ։ Այն դեռ որ է տեղ է, անանուն հաշիվներում, անսահման ընկերություններում, անտեսանելի ստորագրություններում։ 2017 թվականի մարտի 6-ին, երբ Սահակյանի պաշտպանության վերջին շերտերն արդեն սկսում էին փշրվել, նրա տուն ուշ երեկոյան եկավ այցելու, ում անունը երբեք չգրանցվեց պահակների ամենօրյա մատյանում։
Գիշերապահ աշխատողը հիշում է միայն մի բան՝ մարդը մուտք գործեց ժամը 22-ից հետո, մնաց ներսում 45 րոպե, երբ դուրս եկավ, Սահակյանի դեմքը նման էր մարդու, ով նոր իմացել է իր վճիռը։ Հավատարիմ օգնականներից մեկը, Վարդանը, հիշում է, որ այդ գիշեր գալուստը չքնեց, նստեց իր աշխատասենյակում, վառեց փաստաթղթեր, որոնց ծուխը լցրեց ամբողջ հարկը։ Ես մտա տեսա նրան նստած իր գրասեղանի առջ, շուրջը մոխրի խառնուրդ, աչքերը կարմիր։ Երբ հարցրի, թե ինչ է կատարվում, նա միայն ասաց, այլս պաշտպանելու բան չկա։ Վարդանի ձայնը դողում է, երբ հիշում է այդ պահը։ Ո՞վ էր այդ գաղտնի այցելուն, ում հետ Սահակյանը խոսեց այդ վճռական 35 րոպեն։ Վկաները պատմում են մի մանրամասն, որը երբեք չբացահայտվեց լիովին, մարդը եկավ պաշտոնական մեքենայով, բայց առանց պետական համարանիշների, նա հագած էր մութ կոստյում, նրա ձայնը, որը լսվում էր դռան հետից, հնչում էր ոչ թե սպառնալիք, այլ նախազգուշացում։ Ինչու՞։ Սահակյանը, ով 30 տարի վստահաբար վարում էր ամենաբարդ բանակցությունները, այդ գիշեր կորցրեց իր վերահսկողությունը։ Գաղտնի հանդիպումից 5 օր անց Սահակյանն արդեն չէր ելնում իր տնից առանց երկու լրացուցիչ անվտանգության աշխատակիցների։ Նրա շարժումները դարձան կանխատեսելի, բայց մինույն ժամանակ նյարդայնացած նա փոխում էր երթուղիները վերջին վայրկյանին, չէր նստում ավտոմեքենայում առաջին, սպասում էր, որ ուրիշ մեկը նստի վառի շարժիչը։ Նրա հերթապահ վարորդը, Գրիգորը, հիշում է մի դեպք, որը նրան սարսափեցրեց։ Մեկ անգամ մենք պետք է գնայինք պարլամենտ, բայց գալուստ ավագը վերջին վայրկյանին վերստին հրամայեց, թող մեկ ուրիշը նստի իմ տեղը։ Երբ մեքենան շարժվեց, անցնելով հիմնական փողոցով, մի կասկածելի մեքենա սկսեց հետել։ Սահակյանը տեսավ դա, պատվիրեց անմիջապես դադարեցնել մեքենան, մենք բոլորս իջանք, նա զանգեց որը մեկին, ասելով, որ պլանը փոխվել է։ Գրիգորը դադար է անում։ Այդ մեքենան, որը հետում էր, անցավ մեզ, շարունակեց ուղին, բայց Սահակյանը համոզված էր, որ այն ուղղված էր նրան։ Նա երբեք չէր զգում անվտանգ։ Գիտեք, երբ մարդը այդպես է ապրում, նա ապրում է արդեն մահված։ Գաղտնի այցելուն ասել էր ինչ-որ բան, որը փոխել էր ամեն ինչ։ Վարդանը հետագայում գտել է մի փոքր թերթիկ Սահակյանի գրասեղանի դարակում, որտեղ գրված էր մի նախադասություն, երբ համակարգը քեզ այլս չի պաշտպանում, դու դառնում ես թիրախ։ Բայց այդ գաղտնի հանդիպումը միայն սկիզբն էր։ Հաջորդ շաբաթները Սահակյանը սկսեց հրավիրել իր ամենամերձավոր մարդկանց, մեկական, առանձին հանդիպումների։ Նրանցից մեկը, Արտյոմը, ով տարիներ աշխատել էր նրա անձնական օգնականը, հիշում է այդ վերջին խոսակցությունը։ Նա ասաց ինձ, անցյալը գալիս է, մենք չենք կարող դիմակայել։ Նա տվեց ինձ 2 ծրար, մեկը փաստաթղթերով, մյուսը դրամով, ասաց, գիտի, որ ես երբեք չեմ դավաճանի, բայց եթե ինչ-որ բան լինի նրա հետ, ես պետք է այս ամենը տանեմ մի ապահով տեղ։ Արտյոմը դադար է անում, աչքերում անորոշություն։ Ես չտարա նշված տեղը։ Վախեցա։ Երբ Սահակյանը հեռացավ իշխանությունից, ես այրեցի այդ փաստաթղթերը, քանի որ իմացա, եթե ինձ մոտ գտնեն դրանք, ես կդառնամ հաջորդ թիրախը։ Ինչ կարող էր լինել այդ փաստաթղթերում, որ նույնիսկ հավատարիմ մարդը վախեցավ պահել դրանք։ Ինչ գաղտնիք էր թաքնված այնտեղ, որ կարող էր փոխել ողջ պատմությունը։ Հատուկ ծառայությունների արխիվում, որտեղ սովորական քաղաքացիները երբեք չեն մտնում, գտնվում է մի գաղտնի դոսիե, որը կրում է ծածկագիր «Օպերացիա Գրիգորիչ»։ Այդ դոսիեն պարունակում է ամեն ինչ, ինչ երբե հավաքվել է Սահակյանի նրա ընտանիքի մասին։ 360 էջ լուսանկարներ, բանկային փոխանցումներ, գաղտնի ձայնագրություններ։ Բայց այդ դոսիեն երբեք լիովին չի հրապարակվել, քանի որ այն պարունակում է այնպիսի անուններ, որոնք դեռ աշխատում են պետական համակարգում, այնպիսի փաստեր, որոնք կարող են քայքայել ոչ միայն անհատների, այլ ողջ ինստիտուտների հեղինակությունը։ Նախկին հետախուզության աշխատողը Վահե Հովհաննիսյանը, ով մասնակցել է այդ դոսիեի կազմմանը, 2019 թվականից հետո համաձայնել է խոսել։ Նա նստած է անանուն սրճարանում կենտրոնում։ Ձայնը հանգիստ, բայց աչքերը շարունակ ստուգում են դուռը։ Մենք 3 տարի հետել ենք Սահակյանին նրա շրջապատին։ Ամեն հանդիպում, ամեն զանգ, ամեն բանկային գործարք։ Մենք գիտեինք ամեն ինչ, բայց երբեք չկարողացանք օգտագործել այդ ինֆորմացիան, քանի որ վերից հրամայում էին սպասել։ Նա թեթակի սրբում է ճակատը։ Օպերացիա Գրիգորիչը սկսվել էր 2013 թվականին, երբ այլ երկրի հատուկ ծառայությունները զգուշացրին մեզ, որ մեծ գումարներ են փոխանցվում Հայաստանից դեպի կասկածելի ընկերություններ։ Մենք սկսեցինք հետաքննություն, շուտով հասկացանք, կենտրոնում Սահակյանն է։
Վահեն բացում է հին նշումների տետրը, որը նա պահպանել է այս տարիները։ Ահա 2014 թվականի փետրվար, փոխանցում $35 միլիոն դեպի Կիպրոս, Արման Սահակյանի ընկերություն։ Մարտ, 28 միլիոն դեպի Դելավեր, անհայտ ստացող։ Ապրիլ, 51 միլիոն դեպի Պանամա, անանուն հաշիվ։ Յուրաքանչյուր տող կարծես դատավճիռ է։ Մենք տեսանք ամեն ինչ, բայց մեզ ասացին դեռ ժամանակը չէ։ Ինչու՞։ Չէր հասել ժամանակը։ Վահեն բացատրում է անտանելի ճշմարտությունը։ Քանի որ Սահակյանը միայն մեկ մասն էր համակարգի։ Եթե մենք հարված էինք նրան մեկուսացած, մյուսները կվերակառուցվեին, կշարունակեին։ Մենք սպասում էինք պահին, երբ կարող ենք հարվածել ամբողջ ցանցին միանգամից։ Բայց այդ պահը երբեք չեկավ այնպես, ինչպես պլանավորված էր։ 2017 թվականին հեղափոխությունը փոխեց ամեն ինչ, համակարգը փլուզվեց ինքնաբերաբար, հին օպերացիաները կորցրին իմաստը։ Օպերացիա Գրիգորիչը փակվեց 2018 թվականին առանց պաշտոնական եզրակացության։ Դոսիեն մնաց արխիվում, ոչ ոք այլս չէր ուզում խոշոր սկանդալ։ Քանի որ նոր իշխանությունները գիտեին, եթե հրապարակեն ամեն ինչ, բացահայտվեն անուններ, որոնք հիմա նրանց դաշնակիցներն են։ Վահեի խոսքերը բացահայտում են այն անտանելի իրողությունը, որ արդարությունը երբեմն զոհվում է քաղաքական համաձայնությանը։ Բայց այդ դոսիում մնացել է մի փաստաթուղթ, որը Վահեն երբեք չի կարողացել հասկանալ։ Գոյություն ուներ մի ծածկագրված նամակ, որը Սահակյանը ստացել էր 2015 թվականին։ Մենք երբեք չկարողացանք ապակոդավորել այն լիովին, բայց վերլուծողները ասացին, այն պարունակում է հրահանգներ, թե ինչպես փոխանցել վերջնական գումարները անվտանգ հաշիվներ, եթե համակարգը սկսի փլուզվել։ Վահեն ցույց է տալիս նամակի պատճենը, լի տարօրինակ նիշերով, անընթեռնելի խորհրդանիշներով։ Հենց այն օրը, երբ մենք իմացանք այդ նամակի մասին, Սահակյանը այրեց բնօրինակը։ Մեզ մոտ մնաց միայն մի թերի պատճեն, որը երբեք չօգնեց վերականգնել ամբողջ պատկերը։ Ինչու՞։ Սահակյանը այդքան հուսով էր պաշտպանում այդ ծածկագիրը։ Ինչ գաղտնիք էր թաքնված այնտեղ, որը նույնիսկ հատուկ ծառայությունները չկարողացան բացահայտել։ Պատասխանը մնաց անհայտ, թաղված արխիվի խավարի մեջ։ 2019 թվականի ապրիլի 30-րդ օրը Գալուստ Սահակյանի վերջին ամբողջական օրն էր իր տանը, որտեղ նա դեռ զգում էր պաշտպանված։ Նա արթնացավ ժամը 7-ին, Արեգակը դեռ հազիվ բարձրանում էր Երանի վերում, իսկ մայրաքաղաքը դեռ անհանգիստ քնած էր, չգիտակցելով, որ պատմությունը շուտով գրելու է իր վերջնական դատավճիռը։ Անձնական օգնականը Արամը հիշում է այդ առավոտը սարսափելի հստակությամբ։ Նա իջավ ստոր ժամը 7:30-ին, ես անմիջապես տեսա, որ ինչ-որ բան սխալ էր։ Նրա դեմքը մոխրագույն էր, ձեռքերը դողում էին, երբ ուզում էր վերցնել սուրճի բաժակը։ Երբ հարցրի, թե լավ է զգում, նա միայն գլուխ շարժեց ասաց, գիտի, որ ամեն ինչ շուտով ավարտվելու է։ Արամի ձայնը կոտրվում է, երբ հիշում է այն պահը։ Ժամը 8-ին Սահակյանը նստեց իր աշխատասենյակում, սկսեց զանգեր կատարել։ Առաջինը իր որդուն Արմանին, երկրորդը իր եղբորը, երրորդը իր հին գործընկերոջը, ով արդեն 2 տարի էր ապրում արտերկրում։ Ձայնագրությունները, որոնք հետագայում հայտնվեցին հատուկ ծառայություններում, ցույց են տալիս մարդու, ով գիտի, որ իր հողը սողում է ոտքերի տակից։ Արման, դու պետք է հեռանաս երկրից վաղը առավոտյան։ Մի սպասիր։ Վերցրու ընտանիքդ գնա։ Արմանը փորձում էր հարցնել, բայց Սահակյանը ընդհատեց նրան։ Հարցեր մի տուր, ժամանակ չկա։ Ես կբացատրեմ ամեն ինչ, երբ դու արդեն անվտանգ տեղ լինես։ Զանգը դեց 3 րոպե։ Երկրորդ զանգը նրա եղբորը ավելի կարճ էր, Վարդան, ներիր ինձ ամեն ինչի համար։ Ես փորձեցի պաշտպանել ընտանիքը, բայց այլս չեմ կարող։ Վարդանը խաթարված էր, փորձում էր հասկանալ, բայց Սահակյանը արդեն փակել էր հեռախոսը։ Ժամը 12-ին նա վերջին անգամ նստեց ճաշի սեղանի շուրջ իր կնոջ հետ։ Նրա կինը, Լուսինեն, հիշում է, որ Գալուստը չէր ուտում, միայն նայում էր իր ափսեին, կարծես տեսնում էր ինչ-որ անտեսանելի բան։ Ես հարցրի նրան, թե ինչու է այդքան լուռ։ Նա միայն վերցրեց իմ ձեռքը, ասաց. Լուսին, ես քեզ սիրեցի իմ կյանքում ամենաշատը, բայց չկարողացա տալ քեզ այն, ինչ արժանի էիր, հանգիստ կյանք։ Ես չհասկացա այն ժամանակ, բայց հիմա հասկանում եմ, նա հրաժեշտ էր տալիս։ Լուսինեի աչքերը լի են արցունքներով, երբ հիշում է այդ վերջին ճաշը։ Ժամը 2-ին Սահակյանը վերադարձավ իր աշխատասենյակ, փակեց դուռը։
Նա մնաց այնտեղ մինչ երեկոյան 8-ը, ոչ ոք չգիտի, թե ինչ արեց այդ 6 ժամվա ընթացքում։ Արամը միայն հիշում է, որ երբ Սահակյանը դուրս եկավ, նրա աչքերը կարմիր էին, կարծես լացել էր, բայց գալուստ Սահակյանը երբեք չէր լացել հրապարակավ։ Ժամը 9:30-ին նա նստեց պատշգամբում, նայելով քաղաքը։ Երանը փայլում էր տարբեր լույսերով, մարդիկ շարունակում էին իրենց առօրյա կյանքը, չգիտակցելով, որ մի մարդ, ով 30 տարի ներկառուցված էր նրանց պատմության մեջ, հիմա նստած էր իր վերջին հանգիստ պահին։ Արամը, ով պահպանում էր հարգալից հեռավորություն, հիշում է, որ Սահակյանը թեթակի շուրթերը շարժեց, կարծես խոսում էր ինքն իր հետ, բայց ձայնը լսելի չէր։ Ժամը 13-ին նա վերջին անգամ մտավ իր ննջասենյակ, փակեց դուռը, հաջորդ առավոտը աշխարհը արթնացավ նոր իրականության մեջ։ Սահակյանի ֆիզիկական ուղին ավարտվեց անսպասելի, բայց նրա ստեղծած համակարգի հոգին դեռ շարունակում էր ապրել գաղտնի հաշիվներում, անտեսանելի պայմանագրերում անկարող մարդկանց հիշողության մեջ։ Սահակյանի ընտանիքի ճակատագիրը դարձավ արտացոլանք նրա քաղաքական կյանքի։ Նրա որդին, Արմանը, չհաջողվեց հեռանալ երկրից այն ժամանակահատվածում, երբ դա դեռ հնարավոր էր, նա ձերբակալվեց օդանավակայանում փորձելիս սահմանը հատել կեղծ անձնագրով։ Հետագայում նա ազատ արձակվեց երաշխիքի դիմաց, բայց նրա բոլոր ակտիվները սառեցվեցին, այսօր նա ապրում է փակ կյանք, խուսափելով հանրային տարածքներից հարցազրույցներից։ Սահակյանի կինը, Լուսինեն, հեռացավ Երանից, այժմ բնակվում է իր եղբոր մոտ, մի փոքրիկ քաղաքում, որտեղ ոչ ոք չի ճանաչում նրան։ Նրա եղբորորդին, Նարինեն, ով հարցազրույց տվեց այս պատմության համար, ասում է, որ ընտանիքը երբեք չի վերականգնվի, մենք չենք լացում նրա համար, ով նա դարձավ քաղաքականության մեջ։ Մենք լացում ենք նրա համար, ով նա կարող էր լինել, եթե ընտրեր այլ ճանապարհ։ Իսկ նրանք, ովքեր շահեցին Սահակյանի անկումից, շարունակում են իրենց կյանքը առանց հետանքների։ Տիգրան Դավթյանը, այն մարդը, ով դավաճանեց Սահակյանին, խոսեց համապատասխան մարմինների հետ, այժմ աշխատում է մի շատ նեղ իրավական գրասենյակում։ Նա պատմում է, որ իր դավաճանությունը փրկեց նրան քրեական հետապնդումից, բայց ոչնչացրեց նրա հեղինակությունը։ Ես փրկեցի իմ խիղճը, բայց կորցրի իմ անունը։ Ոչ ոք այլս չի վստահում ինձ, քանի որ բոլորը գիտեն, ես դավաճանեցի իմ ամենամերձավոր դաշնակցին։ Իսկ պարոն Էքսը, այն առեղծվածային կերպարը, ով կառավարում էր օֆշորային հոսքերը, երբեք չհայտնվեց։ Ոմանք ասում են, որ նա մահացել է, ուրիշներն ասում են, որ նա բնակվում է արտերկրում, շարունակելով տարբեր համակարգերի հետ աշխատել։ $500 միլիոն հարցը մնում է անպատասխան։ Նոր իշխանությունները հայտարարեցին, որ հետաքննում են Սահակյանի ընտանիքի գործերը, բայց 3 տարի անց պաշտոնական մեղադրանք ներկայացված չէ նույնիսկ միայն մեկ անձի դեմ։ Հայաստանը փոխվեց 2018 թվականից հետո, բայց քիչ մարդիկ զգում են, որ փոփոխությունները հասել են նրանց կյանքին։ Խոշոր շինարարությունները շարունակվում են, տենդերները շարունակում են շահվել ծանոթ անուններով, իսկ օֆշորային հաշիվներն անվտանգ պահպանում են այն փողերը, որոնք երբեք չվերադարձան պետական բյուջե։ Մարդիկ, ովքեր վկաներ դարձան Սահակյանի վերջին ամիսներին, շարունակում են ապրել իրենց սովորական կյանքով, բայց նրանց հիշողության մեջ մնում է ցավոտ իմացությունը, որ համակարգը փլուզվեց, բայց չփոխվեց։ Արտակ Մարտիրոսյանը, ֆինանսական հանձնաժողովի նախկին աշխատակիցը, ով պահպանում է իր 11 տարվա նոթատետրը, ասում է վերջին խոսքը։ Սահակյանը մեկն էր բազմաթիվ մարդկանցից, ովքեր ստեղծեցին այս համակարգը։ Նա մեռավ, բայց համակարգը շարունակում է ապրել։ Եվ մինչ մենք չբացահայտենք բոլոր անունները, չճանաչենք բոլոր մեղավորները, պատմությունը կրկնվելու է։ Բայց ամենակարևոր հարցը մնում է օդում, կախված Երանի երկնքում, ինչպես մի անհանգիստ ամպ, ով էր իսկապես կանգնած ամբողջ այս համակարգի ետում։ Սահակյանը վերահսկողության տպավորություն էր ստեղծում, բայց արդյոք նա իսկապես էր գլխավորը։ Գաղտնի այցելուն, ով եկավ նրա տուն վերջին օրերին, ծածկագրված նամակները, որոնք այրվեցին առանց կարդալու, անհետացած փաստաթղթերը, բոլորը ցույց են տալիս, որ Սահակյանը միայն մի մասն էր ավելի խոշոր համակարգի, որտեղ իսկական կառավարիչները երբեք չեն ելնում երեսից։ Եվ մինչ այդ անունները չբացահայտվեն, պատմությունը կշարունակի կրկնվել, միայն այլ դեմքերով, այլ անուններով, բայց մի նույն համակարգով,